Գյումրու և Փարաքարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել տեղամասային կենտրոնների մատչելիության հետ կապված։ Օմբուդսմենը տարածած հայտարարությունում նշել է, որ անգամ այն ընտրատեղամասերը, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է մատչելի կամ մասամբ մատչելի, ունեցել են բազում խնդիրներ։ Դրանք կամ փոփեն, համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Արցախից բռնի տեղահանված մայրերը բողոքի ակցիայով հավաքվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև, շարունակելով իշխանություններից պահանջել չընդհատել 40 գումարած 10,000 դրամ աջակցությունը։ Բողոքավորների պնդմամբ այդ соцաջակցությունն առանցքային նշանակություն ունի իրենց համար։ Առանց դրա կկանգնեն կրկնակի գաղթական դառնալու խնդրի առաջ։ Մայրերը նախարարության շենքի առջև գրություններ են թողել։ Անհետ կորած զինվորականների հարազատները խորհրդարանում կրկին հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ։ Արդարադատության նախարարը ներկայացրել է անհետ կորած քաղաքացիների մասին մշակած օրենքի նախագիծը, որով սահմանվելու է վերջիններից կարգավիճակը եւ իրավահաջորդների իրավունքները, ինչպես նախորոք էին պայմանավորվել։ Հանդիպումը մեկնարկել է բաց ռեժիմով, սակայն քիչ անց այն փակ են դարձրել։ Խորհրդարանի խոսնակը միայն տեղեկացրել է, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը նորություններ է հայտնելու։ Ազգային ժողովում աշխատող լրագրողները նիստերի դահլիճից հանդիպման ընթացքում բղավոցներ են լսել։ Պարզվել է պատգամավորներից մեկի հետ են ծնողները լեզվակռիվ ունեցել։ Ժամանակավոր անաշխատ ունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգով սեպտեմբերից որևէ դիմում գրելու անհրաժեշտություն չի լինի։ Էլեկտրոնային առողջապահական և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա նպաստները կհաշվարկի, կնշանակի ու կվճարի միասնական սոցիալական ծառայությունը։ Մինչև այս գործառույթն իրականացնում էր գործատուն, ինչը գերատեսչության համոզմամբ ռիսկային է։ Թերթիկներ կտան միայն բացառիկ դեպքերում, օրինակ օտարերկրյա պետական մարմին ներկայացնելու համար։ Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը։ Աշոտյանի պաշտպանները դատարան միջնորդություն են ներկայացրել, որպեսզի թույլ տան Աշոտյանը հեռավար մասնակցի ԵԺԿ միջոցառմանը, ինչի համար պաշտոնական հրավեր է ստացել։ Դատարանը միջնորդությունը բավարարել է Արմեն Աշոտյանին դրա համար հատկացնելով 1 ժամ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։